հետևորդներից մեկը հարցրել էր ինձ, թե ինչ անել, երբ ընտանիքի մայրը նարցիսս է։ Դժվար է իհարկե այդպես մարդու հետ ապրել, բայց ես հիմա ինչ որ ձեզ խորհուրդ կտամ, դա ոչ միայն այն դեպքի համար, երբ մայրն է նարցիս կամ հայրն է նարցիս, այլ նաև երբ որ տան երեխան է նարցիս, որովհետև տան երեխան, որ նարցիս է, ծնողներին այսպես գաստ է պահում։ Հիմա նարցիսը ոչ թե դուք եք վատ դրա համար է իրան այդպես պահում, այլ ինքը ունի խորը մանկական տրավմաներ եւ ինքը այլ կերպ անել չի կարող, որպեսզի այդ տրավմաներից ազատվի եւ բացի այդ դիմացինին էլ ցավ պատճառի այն առումով, որ եթե իմ հոգին ցավում է, եթե ես լավ չեմ, դու էլ վատեղի, կլինի քո երեխան, կլինի քո ամուսինը եւ այլն, բայց նա չի գտնում, որ նա սխալ է, նարցիսը երբեք չի ընդունի, որ ինքը սխալ է, իրան թվում է նա միշտ ճիշտ է, դրա համար համոզել կամ ինչ որ փշի անել նարցիսին, դա անիմաստ գործ է, բայց այնուամենայնիվ եկեք տեսնենք ինչ կարելի է անել, ուրեմն նախ ոչ մի բան մի պատմեք, ավելի շուտ ոչ թե ոչ մի բան մի պատմեք, ամեն բան մի պատմեք, մենակ անհրաժեշտության դեպքում ինչ որ բաներ պատմեք, որտեղ նարցիս մարդը այդ ամեն ինչը հավաքում է այդ ինֆորմացիան, հետո մանիպուլյացիա է, այ դու սենց ասեցիր, իսկ ես սենց ասեցի, սկսում է երեսով տալ, դրա համար ամենաանհրաժեշտ բաները պատմեք, մի քիչ դիստանցիա պահեք, ես ձեզ ասեմ, եթե մարդը պահպանում է իր սահմանները եւ դիստանցիա, դա չի նշանակում, որ ինքը սառն է կամ անտարբեր է, ուղղակի ինքը պաշտպանում է իր փսիխիկան նարցիսից։ Ինչպես ասեցի, նարցիսին չեք կարող համոզել, ինքը միշտ ճիշտ է, նարցիսը միշտ խաղում է մարդու հույզերի վրա, մանիպուլյացիա է անում, այ ես քո համար ամեն բան արեցի, իսկ դու անշնորհակալ, նարցիսի զոհերը եթե ժամանակին չհասկանան ինչ պետք է անել, հետո մեծանում են, ես կարող եմ ասեմ, հոգեպես ինվալիդ, այնպես որ առանց մեղքի զգացումի արեք այն ինչը որ ասեցի, դիստանցիա պահեք, հիմա ես արդեն լսում եմ այնտեղ, մայրն է ինչ ուզում է կարանի, երեխան իրավունք չունի, ոչ մի բան, դա ձեր կարծիքն է, թողեք ձեզ։ Աշխատեք դիստանցիա պահել եւ ընդունելով, հասկանալով, որ դա իր մանկական տրավմաներն են, փորձեք մոտենալ ըմբռնումով, դուք ունեք գիտակցական ավելի բարձր մակարդակ, ձեզ ավելի հեշտ կլինի իրան, հնարավոր չի հասկացնել ոչ մի բան, ես վստահ եմ, որ դու կարող ես։